ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկած հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա, ակնարկելով, որ բանակցությունները այժմ կենտրոնանում են Իրանի միջուկային ծրագրի վրա։ Սոցցանցի իր էջում նախօրեին արված գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ գործարքը շատ հստակ ասում է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Այնուհետև փաստաթուղթը երկար եւ բավական ուժեղ ձևակերպումներով անդրադառնում է միջուկային հարցի տարբեր կողմերի։ Ավելին, համաձայնագրի մեծ մասը հենց դրա մասին է, գրել է Թրամփը։ Թեմային Սպիտակ տան ղեկավարը ավելի վաղ անդրադարձել էր նաև Fox News-ի եթերում մեկնաբան Լարա Թրամփին իր հարցին տված հարցազրույցի ժամանակ։ Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի, ասել էր նախագահը, հավելելով, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։ Սրա ֆոնին Թեհրանից շարունակում են պնդել, որ իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ համաձայնություն չունեն Վաշինգտոնի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հաստատել էր, որ բանակցությունները շարունակվում են, սակայն հորդորել էր զգուշանալ շահարկումներից, շեշտելով, որ Թեհրանը չի կարող դատողություններ անել բանակցային գործընթացի մասին, քանի դեռ հստակ արդյունքներ չկան։ ԱՄՆ-ն ու Իրանը վերջին շաբաթներին մի շարք առաջարկներ են փոխանակել։ The New York Times-ը եւ Axios-ը մայիսի 30-ին հայտնել են, որ Թրամփը Թեհրանն է ուղարկել շրջանակային համաձայնագրի նոր տարբերակ, որն ավելի խիստ պայմաններ է ներառում։